Այսինքն եթե մենք տեսնենք, ապա իր բոլոր այդ դրսևորումներով ծայրահեղ վիճակի մեջ ենք, իսկ այդ ատելությանն էլ, խաբեությանն էլ, մոլորությունն էլ կարող է միայն փրկել ներողամտությունը, հանդուրժողականությունը եւ համընդհանուր սերը, եթե այդպիսի բան հնարավոր է ներողամտություն։ Հիմա մենք Նիկոլ Փաշինյանը համընդհանուր սիրո մեջ կարող ապրել։ Չէ, իհարկե ոչ, խոսքը չի վերաբերում կոնկրետ չէ, իհարկե պետք է բացել։ Խնդիրն այստեղ չէ ոչ այն մարդկանց մասին, ովքեր ինձ գեներացնում են չարությունը, ատելությունը, նույն կեղծիքը, խաբեությունը, դա շատ դեպքերում այդ մարդիկ իրենք հենց մարմնավորումն են այդ բոլոր արատների եւ այդ մարմնավորով իրենք են ամբողջությամբ արատ դարձել։ Այսինքն դիմացինը ոչ թե անց անհատականությունը, որ դու անց անհատականության հետ քո մարդկային ներողամտության չափորոշիչներով մոտենաս, այլ ինքը հենց ինքը չարիքի մարմնացում է եւ ինքը հենց այդ ատելության այդ ամեն ինչի արատը ինքն է, հետեւաբար արատն այլևս անձնային որակ չէ, արատի այդպիսի արատի հանդեպ չես կարող անձնային դրսևորում ցույց տալ։ Նրա հետ գործում են այլ օրենքներ, այլ օրինաչափություններ, որպեսզի ինքը նոր չարիք չծնի։ Այսինքն մենք խոսում ենք ներողամտության, բարեգտության եւ այլնի եւ սիրո մասին։ Չենք խոսում այն բանի մասին, ինչը անընդհատ գեներացնում է չարիք, ատելություն։ Ավելին դու պետք է ընդհատես այդ չարիքը պայքարես դրան հաղթելու համար, որպեսզի ինքը շարունակաբար չարիք չարտադրի։ Իսկ շատ հստակ պետք է ասել։